Ինչ նվեր պիտի դաս Աստուծո վերնակիրս այսօրվա պատկամին։ Վստահ եմ մինչև մենք դալ ծեր նվերները քնեցիք եւ ցանգերնիդ վերջանալու վրա է, եթե ոչ վերջացած հուսամ եւ երբ որ նվերներ գարնենք, կուզենք այդ նվերները լավակույնը լա, որ անց որում պիտի դանք ուրախանա, կոհանա Կոնե կորձածե օկտվի։ Եվ այսօր մեր պատկամին հատվածը ուգաս 1.26-38-ն է, ուր կգարցանք, թե ինչպես ռեշտագը եկավ Մարիամի հանդիպեցավ իրեն լուր մտալով, որ մանուկ մը պիտի ծներ իր մե։ Եվ անցյալ տարի խոսեցանք այդ նվերին մասին, մանուկին մասին, որ ինչպիսի նվեր մը պիտի լար մեզի համար։ Եվ այսօր դարբեր անգույնեն պիտի դիտենք նույն հատվածը եւ հոմ կտեսնենք, որ երբ որ ռեշտագը եկավ Մարիամի այս ավետիսը դալու, որ իր մե մանուկ մի պիտի ծներ, որ փրկիչը պիտի լար, առաջին բանը, որ կտեսնենք, որ բադայեցավ Մարիամի, վստահ եմ, որ նույնն ալ մեզի պիտի լար, եթե այդպիսի կացության մեջ գտնվենք, երբ ռեշտակը հանգարց փայլեր մեր արջևը եւ սկսեր մեզի հետ խոսիլ։ Գսեր ռեշտակը վախցավ։ Աներոջուն Մարիամը վախցավ ռեշտակին այդ ներկայութենեն։ Եվ չէր գիտեր ինչ կբադայի։ Եվ Մարիամը այդ վախի մեջ ռեշտակեն խոսքը ստացավ, որ իրեն համար հանդարտեցուց, իրեն այդ վախերը փարադեց։ Եվ անշուշտ, ինչ որ ռեշտագը սեր Մարիամի այսօր բոլորիս համար է, կգտնվենք վիճակներու մեջ, որ մեզի վախ կպատճառեն, եւ շատ անգամ անագնկալներու առջև կգտնվենք։ Եվ Մարիամի այդ ուղված խոսքերը այսօր մեզի ալ գովին։ Ռեշտագը ըսավ Մարիամի ողջույն շնորհնգալ գույս, Աստուծմե շնորհք ստացած։ Այսինքն անգլերենով favored բառը գործած է, Աստուծո առջև favor ունեցող մեկը, Աստված քեզի գսիրե, Աստված քեզի հadoop դեր դված է, հadoop դեր գուտա եւ քեզի մոդիգ է եւ անշուշտ շնորհնգալ գույս տուն օրտնված է սկսե եւ այս խորհուրդը այս համարը որ 28-րդ համարի մեջ կգարտանք ողջույն շնորհնգալ գույս տուն գներում մեջ օրտնված է երկու կարևոր բաներ մեզի գծուցնեն որ մենք ալ գրնանք մեր հետ առնել եւ միշտ այդ վստահությունը եւ խաղաղություն ունենալ, որ Աստված ինչ ըրած է մեզի համար։ Աստված գուզե մեզի օրհնություններու մեջ լողացնել, այսպես ասեմ։ Աստուծո նպատակն է մեզի համար մեր վրա օրհնություններ թափել ամենադեն։ Երբ Մարիամի ռեշտագը գսե Տուն շնորհնգալ ես, այսօր Աստված մեզի ալ գսե նույն խոսքը Եփեսացիս 1:3-ի մեջ գսե օրհնյալը լա Աստված եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ ամեն տեսակ հոգեվոր օրհնություններով երկնային վայրերու մեջ։ Դերը մեզի օրհնած է։ Եթե բարերուն ուշադրությունին Տուն օրհնված ես գսե Օրտնված ես, այսինքն արդեն ես, Մարիամ օրտնված էր, ինչպես այս համարն ալ մեզի գսե, մեզ ամեն տեսակ հոգևոր օրհնություններով դերը օրտնած է, եւ անշուշտ 28-րդ համարին երկրորդ մասը գսե, դերը քեզի հետ է Մարիամ, եւ այսիկա նաեւ մեզի համար ճշմարտությունն է, որ դերը մեզի հետ է, որովհետեւ Մատթեոս 28:20-ի մեջ գսե Եվ ահա ամեն օր ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհի վախճանը։ Ռեշտագը չսեր որ պիտի օրտնվիս,
գսե օրտնված ես, տարբերություն կա։ Այսինքն արդեն օրտնված էր, միակ թե այդ օրտնությունները վայելելու համար Մարիամ փամը պետք է եներ։ Այդ փանը Աստուծո բադվերին հնազանդիլ էր։ Մեզիալ այսօր Աստված օրտնած է, երկնային օրտնություններով ինչպես համարը գարտացինք, բայց այդ երկնային օրտնությունները վայելելու համար մեզ մեկը բանջե, որ իր գոչումի մեջ հնազանդ գտնվենք։ Աստված կգանչե մեզի հնազանդելու, որբեսի այդ օրտնությունները մենք վայելենք։ Որբես հավատացյալներ, մեզ մե աղեգը չկա, արդեն օրտնված ենք կսե համարը։ Գշեշտեմ ասիգա, որովհետև հավատացյալներս գմորնանք, թե ով ենք Քրիստոսով։ Եվ միշտ խոսիմ հավատացյալներու հետ, կարծես թե ամենը աղքատ անցիկնեն, որբ, մեգչունին, ծկված, լկված, բայց այդպես չէ իրական պատկերը։ Մարդը, որ գմերնի և երգինք կերտա, Բողոս Արաքյալը իրեն գսկսի երգինքը բդծնել և գծծնե մեծ հսկա դուներ և շատ մը կեղեցիկ դեղեր, որ մարդը ոչ կրծած էր միտքի մեջ երևագայլ այդպիսի պամը ոչ ալ դեսած էր և վերջավորության գահասնի խոշոր դերմը, warehouse-մը սենք և ներս կմտնե և կդեսնեն դուպ-դուպի վրա շարված աչկին դեսածին որքան հերու որ կդեսներ դուպեր գար վրայի և այս մարդը գշվարի գսե Բողոս Արաքյալ գսե ինչ են այս դուպերը գսե Բողոս Արաքյալ ասոնք այն օրտնություններն են որ Աստված պատրաստած էր հավատացյալներուն համար բայց չուզեցին ունենալ և ադոր համար հոս նստած են և դագավին Աստված չէր գրծած բաժնել այս օրտնությունները։ Աստված, որ մեզի գուզե, որ իրեն հնազանդինք, արդեն օրտնած է, մեր հնազանդությունը մեր փարության, մեր լավության համար է։ Եվ մեր փորձառության, հնազանդության փորձառության միջոցով է, որ պիտի գարենանք այդ օրտնությունները վայելել։ Եթե ոչ, այդ օրտնությունները երկինքի մեջ, այդ warehouse-ի մեջ պիտի մնան, մեկը պիտի չօգտվի անոնց մե։ Փիլիմոն 6-ի մեջ Պողոս Արաքյալը գրեգսե, որբեսի քու հավատքիդ հաղորդակցությունը արդյունավոր լա Քրիստոս Հիսուսով, ձեր մեջ եղած ամեն բարիքի գիտակցությամբ։ Պողոս Արաքյալը գսե գաղութեմ, որ դուք վայելեք այս, թուն վայելես այս Քրիստոսով ունեցած բարիքներդ, գիտնաս ինչ բարիքներ ունիս, որ քեզի կսպասե, և արդյունավետ լա քու յանքդ։ Եվ անշուշտ Աստված գկործած է ամեն մեկս, որ օրտնությունը լանք, մեզի օրտնել են վերջ, երբ կհնազանդինք, ուրիշներու ալ օրտնությունը լանք, ինչպես Մարիամի պիտի կործած էր։ Մարիամի միջոցով ամբողջ աշխարհը պիտի օրտնվեր, այդ մանուկը, որ Մարիամը պիտի ծներ, աշխարհի համար պիտի ծներ, և մեծ պիտի ըլլար գսե, բարձրելույն որդին պիտի ըլլար, և Դավիթի աթոռին վրա պիտի նստեր։ Եվ այս մանուկն էր, որ աշխարհի հույս պիտի դար, ներշնչում պիտի դար, աշխարհի փրկություն պիտի բերեր, աշխարհը, որ գործված էր խավարի մեջ, շվարած վիճակի մեջ, այս մանուկն էր, որ լույս պիտի դար, և այս մանուկն էր, որ մարդոց պիտի գերբարանա փոխեր, իրենց մեղավոր վիճակեն կենթանի կյանքի Աստուծո ջամփու մեջ առաջնորդելու։ Եվ Մարիամի հնազանդությունն էր, որ պիտի այս մեկը մեջտեղ բերեր, որ մարդիկ հույս ունենային, մարդիկ փրկվեին, մարդիկ գերբարանափոխվեին եւ Աստուծո մոդենային։ Եվ այսօր Աստված գուզե, որ մեզի կործած է, որ մեր միջոցով մարդիկ այսօր հույս ունենան, մարդիկ անհույս են, կփնտրեն խաղաղություն, բայց իրենց գարձած խաղաղությունը
երբեք իրենց չի հասնիր, կփախչի իրենց մե, որովհետև սխալ բաներու վրա իրենց հույսը դրած են։ Մարդիկ այսօր փրկության պետք ունին, մարդիկ այսօր գերբարանափոխության պետք ունին, եւ մեր հնազանդությունն է, որ պիտի անոնց Քրիստոսի ուղե իրենց կետրոնացումը Քրիստոսի վրա դարձնե։ Ինչպես որ Աստված կործածեց Մարիամը որպես միջոց, որ օրհնությունը լա բոլոր աշխարհի, Աստված նույնպես գուզե ամեն մեկուս կործածել, որ օրհնությունը լանք։ Այո, ամբողջ աշխարհի թերևս չեն կնալալ, բայց մենք մեր դերերում մեջ, մեր աշխարհներում մեջ ամենուն մեր շուրջներուն օրհնությունը լանք։ Երբ որ Աստված մեզի կգանչե բանի համար, որ հնազանդենք, չմոռնանք, որ մենք օրհնված ենք եւ Աստված գուզե որ մեր հնազանդությունով այդ օրհնությունը վայելենք, ոչ թե միայն մենք, այլ նաեւ մեր շուրջներն օրհնվին։ Եվ այս է Աստուծո նպատակը ամեն մեկուս համար։ Երբ որ հրեշտակը ասավ, թե որդիմը պիտի ծնանիս, Մարիամը շվարեցավ եւ իրավունք ուներ շվարելու, որովհետեւ ինքը դակավին ամուսնացած նույնիսկ չէր։ Եվ արդյոք ինչպես պիտի լա այս բանը։ Ոչ թե որ Աստուծո վրա կգասկածեր, բայց գուզեր հասկանալ, որովհետև անգարելի բան էր։ Եվ Գաբրիել հրեշտակը իրեն բացատրեց, որ ինքը բանը պետք չուներ անելու ասոր մեջ։ Ինչ պիտի պատահեր, գսե համարը 35-րդ համարի մեջ Սուրբ Հոգին պիտի քաքու վրա ու ամենափարսյալին զորությունը Հովանի պիտի ըլլա քեզի։ Այս մանուկը որ պիտի ծներ, Սուրբ Հոգին պիտի ծներ։ Մարիամ մեջը ոչ մեկ կորձ ուներ։ Եվ ասի գծուցնե, որ մենք երբ որ կգանչվենք Աստուծո համար բան մնելու, Աստված մեզի կգանչե իրեն նազանթելու, զորությունը իր մե պիտի կա։ Եվ այստեղը հետաքրքրական բառը Հովանի պիտի ըլլա քու վրա բառերն են, որ կկործած է, ամենաբարձրին զորությունը Հովանի պիտի ըլլա քու վրա։ Այս Հովանի բառը գուկա 5 դագարանեն եւ գաբունի դաջարին հետ եւ գամ սրբության հետ, ուր Աստուծո ներկայությունը ամբով գիչներ եւ գահանքչեր սրբությանցին վրա Holy of Holies եւ երբ որ դեսնեին այդ ամբը ծածկած էր Հովանի եղած էր սրբությանց վրա գիտեին որ Աստուծո ներկայությունը հոն է եւ ասիկա շատ քեղեցիկ կերպով մեզի հույս կուտավ վստահություն կուտավ որ ինչպես Մարիամի հրեշտակը խոստացավ Աստուծո հովանավորությունը մեր վրանալ է, մեր վրա գծածկ է, իր զորությունը մեր վրա պիտի իջնե, երբ որ մենք իրեն հնազանդենք եւ իր գոչումը կատարենք։ Այդ զորությունը, որ Մովսեսյադեն դաջարին վրա իջներ, Մարիամի վրա էլ պիտի իջներ եւ այսօր նաեւ մեր վրա իջնե, երբ որ Աստուծո գոչումին նազանթենք։ Եվ անգե ավելի հրեշտակը կաչալերը Գաբրիելը գսե գիտեմ որ ասիգա անհավատալի բան մնե բայց քեզի օրինակ մտամ որբեսի գիտնաս որ իմ ասածս շիդագ է եւ ինչ որ խոսեցա քեզի կարելի է որ բադահի որովհետեւ իր քազնը Եղիսապետը Զաքարիայի գինը որ դարիք անցած մեկն էր որ չեր գնար հղանալ անալ հղի էր եւ այդ նշանը իրեն ցույց որ նայր Եղիսապետը որ չեր գնար զավակ ունենալ հիմա զավակ պիտի ունենա հղի է եւ թունալ քեզալ նշանը լա որ Աստված կարող է ամեն բան անել Աստուծո համար ոչ մեկ բան անգարելի է երբ որ Աստված մեզի կգանչե մենք մեզի պետք է հիշեցնենք որ մենք կրնանք Աստուծո զորությամբ վստահել Այն բանին համար, որ մեզի գանչեց հնազանդելու, Աստված իր զորությունը պիտի տա, որ մենք զանիգա կատարենք։ Աստված երբեք մեզի պիտի չգանչե բան անելու, եթե իր զորությունը
մեզի հետ պիտի չլա։ Եթե մենք պատրաստ ենք գամինք Աստուծո համար կործածվելու, Աստուծո կարողությունը ամեն բան է բերե եւ Աստված իր զորությունով պիտի օգնե, որ այդ բանը, որ մեզի կանչեց անելու, մենք կարենանք անել։ Ինչ բան պետք էր Մարիամի այս բոլորեն ետքը, որ լսեց, որ ինքը օրհնված է, լսեց, որ Տերը իրեն հետ է, լսեց, որ Աստված կուզե կործածել իրեն օրհնությունն էլ իր շուրջներուն, եւ ռեշտագսավ վստահիր Աստուծո, իր զորությունը քու վրա թովանի է, ինքը պիտի օգնե, ինքը քեզ հետ պիտի լայս փոլորի մեջ, թուն փամն ելիք չունիս, միան հնազանդիր։ Եվ ինչ եղավ Մարիամի պատասխանը։ Հոսե նվերը, որ Մարիամ տվավ, ինքը Աստուծո նվեր տվավ։ Ասավ այո, պատրաստ եմ։ Գիտեք, թյուրին բան չէր Մարիամի համար այո ասել, որովհետև պատմությունը շատ լավ գիտեք, Մարիամ նշանված էր, դակավին ամուսնացած չէր։ Եթե գտնվեր հղի ամուսնութենեն առաջ, գիտեք ինչ կրնար բադայիլ։ Նախ Հովսեփին համոզել պետք էր։ Ինչպես բադայեցավ ասի, Հովսեփը ինչ պիտի ներ իրեն։ Եվ մեզի պատմությունը գսե, Հովսեփը ծրագրեց, որ քաղտնի այսպես նշանդուկը, որ ամուսնության պես էր այն ժամանակ, ամուսնալուծում պետք էր նշանդուկը գդրելու համար, իրեն արձակե, որբեսի Մարիամը չխայդարակվի այս բոլորի մեջ։ Եվ անգեզած միանանի չեր պավեր, ժողովուրդը ինչ պիտի սեր։ Գիտեք բադիժի ինչ էր այսպիսի պամը, եթե մեկը ըներ, պիտի քարգոծվեր։ Եվ Մարիամ գրնար քարգոծվիլ, եթե մեջտեղ ելներ, որ ինքը հղի է եւ դակավին ամուսնացած չէ։ Եվ ասիկա Մարիամը եւ թե մտածենք գծուցնե մեզի թե Մարիամ որքան ավելի կարևոր սեբեց Աստծո հնազանդի եւ չնայեցավ բարականերուն շուրջիներուն ինչ պիտի ասեն մենք քանի անգամներ այս փոձողագի մեջ գինանք երբ որ Աստված մեզ մի բան գուզերնել կսկսենք մտածել ասո ինչ պիտի ասե անի ինչ պիտի ասե ասի ինչ պիտի դնե անի ինչ պիտի դնե Աստված ինչ գուզե կարևորը այդ մեկն է եւ Մարիամ այդ շիդակ ընդրությունը ըրավ Աստված մեզ մել այսօր գուզե որ երբ որ մեզի կանչե մենք ալ որոշենք որ մեր կյանքը իր կամքին հպատակեցնենք քինը ինչ որալ ըլլա եւ մեր աչքերը դարձնենք հավդենականության վրա հավդենական աչքերով դիտենք ինչ որ Աստված մեզի գուզե որ ունենք գիտնալով որ միան մեր հնազանդելով է որ մեր կյանքերը հավդենական աստեցություն պիտի ունենան հավդենական արժեք պիտի ունենան եւ այն ադեն է որ մենք պիտի գարնանք Աստուծո ծառայել մեր ամբողջ էությունով Պամը պատրաստած եմ պիտի զեմ որ նարեկ ինձի օգնե այսօր մեջ եթե Աստված այսօր քեզի կանչեր կործի համար ինչ պիտի լար այդ advertising-ը որ պիտի թներ եւ ուզեմ էջ անցնենք վրայեն այդ կորձին բացատրությունը ինչ սևով պիտի ներկայանար մեզ եւ պիտի վերջարկան հարցնեմ ցեզի պիտի ուզեգաս կորձը նարեկ դարձուրաջիս թակավորության համար աշխատավորներ պետք ունենք ամիջապես պետք է այնքան զորավոր է որ այնքան բագաս կորձավորներ կան որ կարևոր է որ ամիջապես նոր անցիկ ընդունենք այս կորձին մեջ շատեր վերջերս կորձը ցկած են անորամար շատ բացեր կան եւ շատեր միշտ բացակայ են այս կորձեն աշխատին բայց բացակայ են պատճառաբանություններով միշտ բացակայ գտնվին իրենց կորձի մեջ եւ անորամար մենք մեր ծառայությունները գադարյալ ցևով չենք կնարնել
Գդրած ենք շատ մը բաներ, որ պետք է անենք, որովհետև աշխատողներու բագասը կա։ Հաջորդ էջը։ Ուրեմն այս անձը, որ պիտի ընդունվի այս ծառայության մեջ, կարողություն ունենա եւ ամիջական է, որ պատրաստ լա ինքսինքը դրամատրելու եւ իրեն մենք շատ լավ վարժություն պիտի անենք, տրեյնինգ պիտի տանք եւ տրեյնինգի քիրքը որ ունենք, որուն պիտի դեպի 2000 դարվա փորձված է եւ ով որ հետևի ամիջապես այս կորձը գրնա ծեր կառնել մենք գարնենք ամեն տեսակ անցիկ լա արու լա եկ սև ջերմակ կարմիր թեղին ուրդեղեն որ ալլան գնթունինք ոչ թե դիայի գերբով այլ թուրը բաց է ամենուն հաջորդը եւ անցյալին մենք ընդունած ենք քյուրացիներ փանաստեղծներ թակավորներ ցկնորսներ բժիշկներ բորնիկներ թակուհիներ երդասարդ դղակներ երդասարդ աղջիկներ եւ դարեց իմաստուն մարդիկ հաջորդը նարեք միակ կարևոր qualification-ը որ պետք է ունենան այս անձիկը հաստատ հավատ Քրիստոսի վրա փափուկ սիրտ եւ գարձր մորթ ինչու շատ լավ գիտեք անոնք որ ծառայած եք հաջորդը գսե այս կորձ ամենուն համար չէ պետք է այս անձը գարենա ընդիմանալ քննադատության մանավանդ իրենց աշխատագիցներեն եւ իրենց որոնք իրենց իրավունքները միշտ կբահանջեն եւ իրենց բարդականությունները զանց կառնեն հաջորդը նարեք ինչ պիտի լացեր պատասխանը պիտի ստանցնեք այսպիսի կորձը ով գուզե այսպիսի կորձը ծեր կառնել աստված ամենուս կգան չէ այսօր ամենուս համար ընելիք կա ինչ պատասխան պիտի տանք եթե այս է մեզի հրամցվածը երեք կարևոր բաներ որ այսօր քրիստոնյաներ պետք է ունենան, որովհետեւ գարնան այսպիսի կորձը ծեր կառնել, առաջին պետք է մերած լան իրենց անձերուն, երկրորդ մերած իրենց մեղքերուն եւ երրորդ մերած այն խոսքերուն, որ մարդիկ իրենց համար պիտի ասեն, կարևոր չէ մարդիկ ինչ կսեն, ինչ կխորին, կարևոր չէ, եւ ասիկա կարևոր է որովհետև ինչպես քիչարչսի եթե Մարիամ մտածեր թե մարդիկ ինչ պիտի ասեն Աստուծո պիտի չգարենար այո ասել Աստված մեզ մե բաներ պիտի բանջե որ շատ անգամ անգարելի պիտի թվին եւ շատ անգամ մարդոց արչեւ այդնելով կարելի է որ մենք անարգվենք բայց կարելի արդյոք ես եւ դու պիտի գարնանք Մարիամի պես ասել այո դեր Թողլա ինձի ինչպես որ գուզես, աղինիդ ինչ որ գուզես, իր հետ օրե։ Երբ որ նվեր մգուդանք, ասինք թե այսօրվա պատկամին նյութը ինչ պիտի դաս Աստուծո։ Երբ որ նվեր մգուդանք մեգումը, միտքերնիդ փոխեք եւ գրնակ երթալ ետ ուզել այդ նվերը, անցնենք ասենք ոչ միտքս փոխեցի, ետ կուզեմ նվերս։ Մեգերերը այդպիսի բամը Չենգներ, չենք համարցագիր, ամոթ է, հապա Աստուծո ինչու այդպես կնենք, գսենք ով դեր կեզի գնվիրեմ, այսօր ամեն մեկ արտության ժողովին մարդիկ կսեն, անցս կեզի գնվիրեմ, սիրդս կեզի գնվիրեմ, ոտքս, ծերքս,
ար ինչ որ գուզես երկենք այդ երկնալ հետո դունգեր տանք կսենք վազանցա ամենը ետ դուրով դեր այդ նվերը որ քեզի դվի միտքս փոխեցի ետ պիտարնեմ գիտեք որ երբ որ նվեր մը գուտանք այդ նվերին դերը չենք այլևս անոր իրավունքները գահանցնենք այն անցին որուն դվինք եւ եթե մենք այսօր պիտի դանք Աստուծո այդ քեղեցիկ նվերը ետ չենք կրնալ անել գամչնանք մարդերեն բայց ինչու չենք գամչնար Աստուծմե անգե ետ նվերը ուզելով այսօր ամեն կսալ որոշենք որ մեր գամքերը պիտի նվիրենք Աստուծո գամքին որբեսի մեր գանքերը ըլան ընծայված իրեն կորձածվին իրեն փառքին համար ուզենք վայելել այն օրհնությունները որ Աստված մեզի տված է արդեն օրհնված ենք եւ նաեւ գիտենք որ մեր հետն է իր զորությունն ալ մեր հետն է ամենալավ բանն է երբ որ մեր անձերը գուտանք Հիսուսի Աստուծո գնձայենք մենք մեր ամբողջ էությունը որովհետեւ անոր փառիկները շատ մեծ են որ Աստված մեզի ուզե դալ Երկինքի մեջ այդ տուփերը գուզե մեր վրա գլուխին վրա թափել որ ասենք կփավեով դեր այլևս չեմ ուզեր օրհնություն բայց գցած լանք որ երբ որ վայելենք օրհնությունը ավելին պիտի ուզենք որովհետև Աստված փառիկներով լեցուն է եւ այսօր գուզեմ այս համարով վերջացնել Ռոմայացիս 12:1 կսե ուրեմն գաչեմ ցեզի եղբայրներ Աստուծո գարեկցությամբ որ ծեր մարմինները ընծայեք որբես աբրող զոհը սուրբ Աստվածահաճո այդ է ծեր բանավոր պաշտամունքը Քրիստոս ծնավ եւ այդ նեցավ ցեզի մեզի մեծապետս